Ֆակտոր TV-ին Մարտուն Գրիգորյանի շտաբում է, բայց Գրիգորյանն այստեղ չէ։ Գյումրիի ավականու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից 2 օր անց լուռ է։ Չի հստակեցրել ում հետ է համագործակցելու եւ կոալիցիա կազմելու։ Միայն 3 օրվա վերջում Facebook-ում կարճ գրել էր, մեջբերում է. «Վերահաստատում եմ, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու»։ Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի ավականու կազմանցած ընդդիմադիր մյուս 3 թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել եւ կոալիցիա կազմել։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից ամենաշատ քվեն ստացել է կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որի հետ սակայն Մարտուն Գրիգորյանը տարաձայնություններ ունի։ Իմ հզոր համայնք կուսակցությունը եւ Մայր Հայաստան դաշինքը հենց Վարդան Ղուկասյանին են աջակցելու քաղաքապետ ընտրվելու հարցում։ Արդյոք Գրիգորյանի երեկվա հայտարարությունն էլ է ակնարկային մասին, որ նա կաջակցի Ղուկասյանին, դեռ պարզ չէ։ Երեկվանից Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չի հաջողվում։ Մեր տեղեկություններով նա այսօր հանդես կգա հայտարարությամբ։ Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով Մարտուն Գրիգորյանի մեր քաղաքը դաշինքը ստացել է ձայների 15.5%-ը։ Ռուբեն Մխիթարյանի Իմ հզոր համայնք կուսակցությունը ստացել է ձայների 8.8%-ը, իսկ Մայր Հայաստան դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, ստացել է ձայների 6.11%-ը։ Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է ձայների 36.21%-ը։ Ու թեև Մինասյանը ամենաշատ քվեներն է ստացել, քաղաքի կառավարումը միանձնյա ստանձնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ էր հավաքել 50+1 ձայն։